Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 5 Փառքից առաջ խոնարհությունն է գնում, Առակաց 15-րդ գլուխ 33-րդ խոսք։ Անձը խոնարհեցնելը միշտ բարի օրհնություն է բերում իր հետ։ Եթե մենք դատարկենք մեր սրտերն անձնասիրությունից, Աստված դրանք իր սիրով կլցնի։ Նա, ով ցանկանում է մտերիմ հաղորդակցություն ունենալ Քրիստոսի հետ, պետք է հիշի Տիրոջ խոսքը. Ես սրան եմ մտիկ տալիս, խոնարհին և կոտրած հոգի ունեցողին և իմ խոսքից դողացողին։ Եսայի 66-րդ գլուխ 2-րդ խոսք։ Ցած իջիր, եթե ցանկանում ես երկինք բարձրանալ։ Միթե մենք Հիսուսի համար չենք ասում, նա ցածրացավ, որպեսի բարձրանա։ Դու էլ պետք է նույնն անես։ Դու պետք է խորը արմատներ գցես, որ կարողանաս լավ աճել։ Երկնքի հետ ամենաքաղցր հաղորդակցությունն ունենում են խոնարհ հոգիները և միայն նրանք։ Աստված ոչ մի օրհնություն հետ չի պահում ամբողջովին կոտրված հոգիներից։ Երանի հոգով աղքատներին, որ նրանցն է երկնքի թագավորությունը, իր ողջ հարստությամբ և գանձերով։ Աստծո ողջ գանձարանը, որպես շնորհքի պարգև, հանձնվում է այն հոգուն, որը բավականաչափ խոնարհ է, որպեսզի ընդունելով հանդերձ չհպարտանա դրանով։ Աստված մեզ բոլորիս օրհնում է ճիշտ այն չափով, որն անվնաս կլինի մեզ համար։ Եթե դու որևէ օրհնություն չես ստանում, պատճառն այն է, որ դա ապահով չէ քեզ համար։ Եթե մեր երկնավոր Հայրը թույլ տար, որ քո հպարտ հոգին հաղթանակ տաներ նրա սուրբ պատերազմում, դու քեզ կվերցնեիր նրա փառքի պսակը և հանդիպելով հաջորդ թշնամուն, վերջինիս զոհը կդառնայիր։ Այնպես որ դու քո իսկ անվտանգության համար ես ցածր պահվում։ Երբ մարդը անկեղծորեն խոնարհ է և երբեք չի համարձակվում դիպչել փառքի միջնչին փոշեհատիկի անգամ, այդ դեպքում հազիվ թե սահման լինի նրան, ինչ Աստված կանի այդ մարդու համար։ Խոնարհությունը մեզ պատրաստում է ընդունել այն բոլոր օրհնությունները, որոնցով ամեն շնորհքի Աստվածը ցանկանում է օրհնել մեզ և օգնում է իմաստությամբ վարվել մեր մերձավորների հետ։ Իրական խոնարհությունը ծաղիկ է, որը կարող է զարդարել յուրաքանչյուր պարտեզ։ Այն մի համեմունք է, որով կարելի է համեմել կյանքի ցանկացած ուտեստ, և արդյունքը միշտ գոհացնող կլինի։ Թե աղոթքի և փառաբանության մեջ, թե ջանքի և աշխատանքի մեջ, անկեղծ խոնարհության աղը չի կարող չափից ավել լինել։